Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2025-ի առաջին 9 ամիսների ընթացքում 17180 անձի շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվի համեմատ 15.5%-ով ավելի է։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը։ Նախորդ տարվա համեմատ էլ այս թիվը ավելի է 10.7%-ով։ 2025-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Ղարաբաղից բռնի տեղահանված 21916 անձ։ Տվյալները հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12.9 միլիարդ դոլար, ինչը 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9.2 միլիարդ դոլարով կամ 41.8%-ով։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4.5 միլիարդ դոլար։ Հայ զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է։ 2025-ի հուլիս-սեպտեմբերին կատարվել է 329,000 այց։ Ընդհանուր առմամբ այս տարվա երրորդ եռամսյակում օտարերկրացիները Վրաստանում ծախսել են 6.2 միլիարդ լարի, ինչը 8.6%-ով ավելի է 2024 թվականի հուլիս-սեպտեմբերի համեմատ։ Մեկ այցելության համար ծախսը աճել է 1.7%-ով։ Ներհամայնքային տրանսպորտում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ 935 անձի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում։ 673 տուգանքի որոշում կայացվել է առանց տոմսի երթևեկելու, 89 որոշում այլ անձի արտոնությունից օգտվելու և 173 որոշում վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Ստացվել է մոտ 100 վարչական բողոք, որից 89 մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, 11 գործով կայացվել է բեկանման որոշում։ Իրանից հայտարարել են, որ առաջիկայում կերկարաձգեն Թուրքիայի հետ գազի արտահանման պայմանագիրը։ Թուրքիան շարունակում է իրանական գազ պահանջել և ներկայում ընթանում են բանակցություններ պայմանագրի ծավալի, մեթոդի և երկարաձգման մեխանիզմի որոշման շուրջ։ Ռուսաստանը անցած տարվա դեկտեմբերից հետո առաջին անգամ վերսկսել է Վրաստանից խաղողի ներմուծումը։ Նման ցուցանիշով Ռուսաստանը դարձել է վրացական խաղողի խոշորագույն ներմուծողը 92% բաժնով։ Հոկտեմբերին Գերմանիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 2.3%-ով։ Գնաճը երկրում դանդաղել է սեպտեմբերի 2.4%-ի համեմատ։ Գնաճը կազմել է 0.3%։ Վերլուծաբանները կանխատեսում էին գների աճ 0.2%-ի մակարդակում։ Ամերիկյան Apple ընկերությունը 2025-ի ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակում արձանագրել է մաքուր շահույթի աճ 1.9 անգամ, եկամուտն ավելացել է 8%-ով։ Մաքուր շահույթը կազմել է 27.47 միլիարդ դոլար կամ 1.85 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։ Եռամսյակային եկամուտը աճել է ու դարձել 102.47 միլիարդ դոլար, նախորդ տարվա 94.93 միլիարդի դիմաց։ Ներքին գործերի նախարարության բյուջեն հաջորդ տարի կնվազի 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ 2026-ին գերատեսչությանը կհատկացվի 102 միլիարդ 644 միլիոն դրամ։ Նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու ծրագրերի մասով, ներքին գործերի կրթական ծառայություններ և ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ և վերահսկողություն ծրագրերով։ 2025-ին ֆինանսական հանցագործությունների մասին բավականին ահազանգեր են ստացել համապատասխան մարմինները, ու չնայած այդ հանգամանքին Հայաստանում վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոս են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք պլանավորված են, ներքին գործերի նախարարն է հայտարարում։ Պիտի նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը ուրախությամբ պիտի փաստեն, որ աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ, որովհետև մեր վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոսն են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք որ պլանավորված են, առավելապես նաև սպանությունների ընդհանուր պատկերում նկատում ենք այնպիսի դեպքերը, որոնք որ պահի ազդեցության տակ առաջացած վիճաբանության շարունակություն են որպես այդպիսին։ Միջանձնային լարված հարաբերություններն ու դրանց հետևանքով կատարված
հանցագործությունները շարունակում են խնդրահարույց թեմա լինել հանրության շրջանում։ Այդ մասին են փաստում Հայաստանում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը։ 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 2117 հաղորդում, նախորդ տարվա 1675 հաղորդման դիմաց։ Այս տարի գրանցված հաղորդումների հիման վրա կայացվել է 499 նախազգուշացում, 1405-ով անհետաձգելի միջամտության որոշում։ Փոփոխվել է պատկերը եւ հատկապես ընտանեկան բռնության զոհ հանդիսացող անձինք ավելի հաճախ են դիմում ոստիկանությանը եւ մենք կարողանում ենք այս դեպքերը ընդհանուր պատկերում գրանցել եւ հետեւողականորեն շարունակել։ Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազել են 4%-ով։ Նախարարի խոսքով այս համատեքստում նաև ընտանիքների ու կրթական հաստատությունների հետ աշխատանքի կարիք կա։ Ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցները ահազանգեր չեն տրամադրում։ Այս ուղղությամբ աշխատանքներ նախարարությունը կշարունակի իրականացնել նաև հաջորդ տարի իրավիճակը տեսադաշտում պահելու եւ հանցագործության դեպքերը կանխելու համար։ «2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության մատակարարման պայմանագրեր է ստորագրել»։ Համաձայն Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցի, հայ-ֆրանսիական ռազմական գործընկերությունը ներառում է մասնավորապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու հմտությունների զարգացման ծրագիր։ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև 15 հակատանկային հրթիռներ եւ դրանց արձակման կայանքներ։